Փառք Տիրոջը։ Ուրեմն այսօրվա պատգամը, որ ուզում եմ ձեզ հետ միասին կիսվել, անցած անգամվա մեր խոսքի շարունակությունն է, մի քիչ այսպես ասած, որոշակի հղկումներով, որովհետև որոշ մարդկանց վրա թողել է բացասական տպավորություն, կուզենամ մի քիչ մանրացնել, կասեմ, թե խոսքը ինչին է վերաբերվում։ Նախ փրկիր, հետո սովորեցրու։ Վերնագիրը էս, բայց կհասկանանք, թե ինչու։ Ուզում եմ պատգամը սկսել մի առակով։ Աշոտ թագավորից պատմեց, ես էլ սկսեմ թագավորից։ Ուրեմն լինում է մի թագավոր, մի օր նա ծառաներից մեկը գալիս ու թագավորին ասում է, որ ով թագավոր, դու քո բոլոր հարազատների մահը պիտի տեսնես։ Այս թագավորը զայրանում է, ասում է, «Ինչ խոսքեր էր ասած, ինչ խիստ խոսքեր էր։ Տարեք սրանք գցեք բանտը»։ Տանում սրան բանտարկում են։ Մյուս ծառան գալիս, ասում է, «Ով թագավոր, դու քո բոլոր հարազատներից ավելի երկար կապրես»։ Այ ասում է, «Սա խելացի բան ասեց, սրան պարգևներ տվեք»։ Երրորդ ծառան մոտենում, ասում է, «Այ թագավոր, բայց այս մարդիկ երկուսն էլ նույն բանը ասացին։ Ինչու դու մեկին բանտ ուղարկեցիր, մեկին պարգևներ տվեցիր»։ Ասում է, «Ո՞նց է նույն բանը»։ Ասում, «Բա որ դու քո բոլոր հարազատներից երկար ապրես, բնական է նրանց մահը կտեսնես»։ Թագավորը մտածում, ասում է, «Բայց էսի խելացի ձևով ասած, լավ ձևով ասած»։ Այսինքն հնարավոր է, որ մենք երբեմն ինչ-որ մի բան ասենք, բայց մեր ասածը ոչ թե սխալ էր, այլ ձևը ճիշտ չէր ընտրված։ Կարող էր նույն բանը ասել ավելի մեղմ տարբերակով, ավելի հասկանալի, ավելի ընկալելի։ Դու մի անգամից չոր տվիր ու սկսես վնասել, օգնելու փոխարեն։ Կողոսացիների 4-րդ գլուխ 6-րդ խոսքում գրված է, ասում է, «Եվ ձեր խոսքերը թող լինեն ինչպես աղով համեմված, որպեսզի լսողներին շնորհք պարգևի»։ Աղով համեմված խոսքը հասկանալի է ինչի համար է ասում։ Օրինակ հնարավոր է, որ դու ճաշ եփեք, ամեն ինչ մեջ լինի, աղ չլինի, որ ուտում ինչ են ասում, «Ա ինչ ալանի է, ինչ անհամ է»։ Բայց հակառակն էլ աղը կարող է կան շատած, որ ասեն, «Այս ինչ է սեպի պորակ, ուտել չի լինում»։ Այսինքն աղով համեմված, ոչ թե աղով հագեցած կամ առանց աղ։ Ուրեմն մեր խոսքերն էլ պետք է այսպեսին լինի։ Փաստորեն այս երկուսի ասած երկու ծառաների խոսքի բովանդակությունը նույնն էր, բայց ասած ձևերն էին տարբեր։ Հիմա մեկը խոսում, ասում է, «Ես ճիշտ եմ ասում»։ Շատ լավ է, որ դու ճիշտ ես ասում, բայց քո ասած ճիշտը վնասեց մարդուն։ Բայց ես ճիշտն էի ասում։ Քո ասած ճիշտը վիրավորեց մարդուն։ Քո ասած ճիշտը բաժանում բերեց։ Ճիշտ էիր ասում, բայց ճիշտ ձևով չէիր ասում։ Մի ուրիշն էլ ճիշտն է ասում, բայց ճիշտ ձևով։ Այդ խոսքը դառնում է բժշկող, դառնում է շտկող, դառնում է ասուն մոտեցնող։ Հնարավոր է, թե ոչ։ Հնարավոր է։ Ուրեմն երբեմն մենք ոչ թե սխալվում ենք մեր ասացի մեջ, այլ ինչպես էինք ասում սրա մեջ։ Հիմա կփորձեմ մի քիչ շտկել ու ասել, թե խոսքը ինչին է վերաբերվում։ Ճշմարտությունը, եթե դուք ասում եք առանց սիրո, դառնում է զենք, խոցող զենք։ Եթե դուք սեր կիրառեք առանց ճշմարտության, կդառնա թույլ ու խոցելի, բայց երկուսը միասին շնորհք են պարգևում եւ փրկություն։ Ուրեմն մեկը միշտ հիշենք, մենք պետք է աշխատենք ասել այո անպայման ճշմարտությունը եւ բժշկող ձևով ասել այդ ճշմարտության խոսքը։ Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս Տիմոթեոսին, ասելով, որ Աստծո մշակը պետք է լինի համարձակ ճշմարտության խոսքը շիտակ ներկայացնող։ Այդ շիտակության մեջ մենք ընդունենք նաև այս տարբերակը։ Գուցե մենք նույն բանն ենք ասում, ու մարդը վիրավորում է ոչ թե քո ասած ճշմարտությունից, այլ քո խոսքը չկարողացավ ընկալել։ Որի պատճառով հարկ եմ համարում մի քիչ ավելի մանրամասնել այդ խոսքը։ Ուրեմն հիշեք, մի խորհուրդ, կարծում եմ իրավունք ունեմ խորհուրդ տալ, երբեք ոչ մի ազգի ու ժողովրդի չդատեք ու չվարկաբեկեք։ Դուք կգործեք ամենամեծ սխալներից մեկը, որի մասին հիմա կասեմ։ Երբեք մարդկանց չպիտակավորել։ Լավ ժողովուրդ ու վատ ժողովուրդ չկա, կան ժողովուրդներ, որոնց մեջ կան եւ լավերը, եւ վատերը։ Համաձայն եք։
Լավ վատ եկեղեցի չկա, կա եկեղեցի, որտեղ լինում են եւ լավերը, եւ վատերը։ Մարդկանց մեջ լինում են եւ լավերը, եւ վատերը։ Ուրեմն այլ բան է, որ դու մատնանշում ես որևէ մեկին վատ արարք կատարեց, քան մի ամբողջ ժողովուրդ այդ մարդով է չափում։ Այդ մի խոսք կա, որ ասում են մի քոսոտ մոզի ամբողջ հոտի անունը կարող է արատավորի։ Այս տարբերակը մարդկանց վրա պետք չի կիրառել։ Ուրեմն մեղքը կոչենք մեղք, մեղքի հանդեպ լինենք շատ խիստ, բայց հավատացեք, պետք է գթասիրտ լինել մեղավորի հանդեպ։ Չլինի, որ մենք մեղքի փոխարեն մեղավորին սկսենք դատապարտել այն աստիճանի, որ կարծես այդ մարդուն այլ թողություն գոյություն չունի։ Իմ ասացի իմաստը սա էր։ Ուրեմն Տեր Հիսուսը իր աշակերտներին երբ որ տվեց հանձնարարական ուղարկեց, ասաց գնացեք բովանդակ աշխարհով մեկ եւ քարոզեցեք արքայության ավետարանը բոլոր ստեղծվածներին։ Մի մատը ծալեք։ Մկրտեք նրանց հոր որդու եւ Սուրբ Հոգու անունով եւ սովորեցրեք այն խոսքերը, որը ես ձեզ ասացի։ Ուրեմն առաջի քայլը մարդուն պետք է տալ կյանքի խոսք, ապաշխարության, դարձի Քրիստոսին։ Պետք է դառնա Քրիստոսին, հետո նոր սկսի սովորեցնել մնացած բաները, որը Քրիստոսը պատվիրեց։ Ուրեմն առաջի քայլը մարդուն կյանքի տանել վերստին ծնունդի, երկրորդը նոր դաստիարակությամբ զբաղվել։ Մենք մեր երեխեքին ծնվում են նոր ենք դաստիարակում, պետք է դաստիարակում ենք նոր ծնվում։ Պետք է ծնվի նոր դաստիարակություն ստանան։ Խոսքը վերաբերում է շնության մեղքին։ Շնության մեղքը երբեք չմեղմացրեցինք, մենք ասեցինք այդ հեչ, սովորական մի բան է։ Ոչ, դա իրապես դատապարտելի մեղք է։ Խնդիրը սրանում չէ։ Խնդիրը նրանում է, որ մենակ որ շնությունը չէ այն մեղքը, որին պետք է խիստ վերաբերվել։ Ստախոսությունը նույնպես այդպիսի մեղք է, շնությանը հավասար։ Ինչու ենք մենք մեկի նկատմամբ վերաբերում շատ անողոք, բայց մենք ցեխել չենք անում։ Մեկին ասում ենք, դե հա ինչ է, մարդը էլի մի բաներ ասեց։ Երբ որ երկուսի դեպքում էլ Աստված վերաբերում է հավասար ու խիստ։ Պաստորեն սպանությունը ծանր մեղք է, թե ոչ։ Մարդասպանները կմտնեն ասոթակավորություն։ Գրված է ոչ։ Դատողությունը ծանր մեղք է, թե ոչ։ Տերն ասաց՝ մի դատեք ու պիտի չդատվեք, մի դատապարտեք ու պիտի չդատապարտվեք։ Եթե դու դատող մարդ ես, դու գնում հավասարվում ես այն ծանր մեղքերից շարքին, որի մեջ է մտնում եւ ստախոսությունը, եւ շնությունը, եւ մնացած մեղքերը։ Կռապաշտությունը դատապարտելի մեղք է, թե ոչ։ Այո, բայց մարդը կարող է լինի կռապաշտ հենց հավատացյալ, ինքնապաշտ հավատացյալ, չկան ինքնապաշտ մարդիկ։ Իրանք գիտեն, որ իրանք են, փորձես մազին կպնես, դու գերաներով չես կարող անհատուցել։ Բայց հավատացյալ է։ Սրա մասին ոչ մեկը չի բարձրացնում։ Ատելությունը ծանր մեղք է, թե ոչ։ Գրված է, եղբայր ատողը մարդասպան է եւ ամեն մարդասպան չունի իր մեջ բնակված հավիտենական կյանք։ Դուք գիտեք չկան եկեղեցիներում մարդիկ, ովքեր իրար ատելությամբ են լցված իրար հանդեպ։ Դեպքեր են անգամ հովիվներ մի կոնֆերանսին, եթե այս մեկը մասնակցում է, այն մյուսը չի մասնակցում։ Ասում դրա երեսը չեմ ուզում տեսնել։ Դու պատկերացեք, դու երկինք ես գնում։ Այդ ձևով դու չես գնա այդ երկինքը։ Մեկին երկու եղբայր հանդիպում են, մեկն ասում է, ես քեզ չեմ ուզում տեսնել երկնքում։ Ասում է, չես էլ տեսնի, որտեղ դու այնտեղ չես ելնելու։ Հասկանալի է։ Այսինքն այստեղ մենք որ ինչ-որ մեկին դատապարտում ենք խիստ, մարդուն մի դատապարտեք, երևույթը դատապարտեք, մեղքը դատապարտեք, մեղավորին խնայելով հնարավոր է արդյոք նրան այդ վիճակից դուրս բերել։ Մենք մտածենք սրա մասին։ Ուրեմն շատ վատ մեղք եւ շատ լավ մեղք գոյություն չունի։ Ասու աչքին մեղքերը մեղք են։ Մեղքին վարձքը մահ է, սա ճշմարիտ է, բայց նաեւ ճշմարիտ է Աստծո ձերի պարգևը հավիտենական կյանք է մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն այս բալանսը մենք չխախտենք։ Մեղքի հետ վերաբերում ենք ինչպես մեղքի խիստ, բայց չմոռանանք, որ սրա դիմաց կատարվելն է վճար Գողգոթայում։ Քրիստոսի կյանքով վճարեց եւ որպես պարգև տվեց մարդուն հավիտենական կյանքը։ Մենք չենք վաստակում այն, մենք ստանում ենք։ Իսկ եթե մենք ստանում ենք որպես նվեր Աստծուց, դրա դիմաց կա ապաշխարություն։ Այստեղ խնդիրը մեղավորին ապաշխարության բերելն է, ոչ թե ուղղակի ոչնչացնելը։ Բայց ես կասեմ, մարդիկ ավելի շատ ոչնչացնում են։ Դավիթն ասում էր, լավ է ընկնեմ Աստծո ձեռքը, քան թե մարդու։ Հիշեք, մարդը միշտ անողոք է։ Աստված ներում է,
Մարդը չի ներում։ Պարզ է։ Ուրեմն մենք դինենք ներողներից։ Մի Սիմոն անունով անձնավորություն կար, Ղուկաս ավետարան 7-րդ գլուխ 41 խոսքից, որի տանը Հիսուսը հյուր գնաց։ Այդ Սիմոնը փարիսեցի էր։ Հիսուսը գնաց փարիսեցու տուն, հա, մի քիչ առաջ էլ մեղավորներ է Տերն ստացուտում խմում, այո, հա, ինչու Տերը սկսեց այդպիսի տարբերություն չդնել շփման առումով, որովհետև բոլորը կարիք ունեին փրկության, եւ փարիսեցիները, եւ մաքսավորներն ու մեղավորները։ Իսկ Հիսուս եկավ աշխարհը փրկելու, ոչ թե ոմանց։ Ուրեմն տեսեք, կարդամ այդ մասը։ Եվ երբ որ Հիսուսը մտել էր այդ Սիմոնի տունը, այնտեղ մի կին է գալիս, որի մասին գրված է մեղավոր մի կին։ Այս մեղավոր կինը հասկանալի է, թե ինչ նկատի ունի։ Տեսեք, գալիս է, լաց է լինում, ընկնում է Հիսուսի ոտքերը, արցունքներով թրջում է ոտքերը, իր մազերով սրբում է ոտքերը, համբուրում է Հիսուսի ոտքերը ու յուղով օծում է Հիսուսի ոտքերը։ Հետաքրքիր է, որ Հիսուսը չի լարակում, թույլ է տալիս, որ ինքը այդ բոլորը անի։ Սիմոնը ապշել էր եւ իր մտքում մտածում էր, եթե այս մարդը մարգարե լիներ, կիմանար թե ով է այս կինը, որ հիմա այդպես իր առաջ հանգած։ Հիսուսը դարձավ նայեց Սիմոնին, ասաց. «Գիտեմ ով է այդ կինը, Սիմոն»։ Այնպես որ Հիսուսը միամիտ չէր, այնպես չէր որ չէր ճանաչում, հետո մեկը չեկավ ասել, Տեր, դու գիտես ով է դրա հետ, ինչի ես այդպես շփվում։ Հիսուսն ասաց. «Ես մինչև նրա շփվելը գիտեմ ով է այս կինը, շատ լավ իմանալով հանդերձ եմ թույլ տալիս»։ Բա ո՞նց։ Դուր չեկավ Սիմոնին, դուր չեկավ այդ տանը նստած բոլոր մարդկանց։ Բայց հիշեք, Հիսուսի իսկի պետքն էլ չէր, քեզ դուր եկավ, թե դուր չեկավ։ Հիսուսը եկավ նպատակով եւ ասաց մարդու որդին չեկավ, որ աշխարհը դատի, այլ եկավ, որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Մարդու որդին եկավ, որպեսզի կորսվածը փնտրի ու փրկի։ Սա Հիսուսի հոգեբանությունն է։ Եղել, կա ու կլինի մինչև աշխարհի վերջը։ Իսկ որը պետք է լինի եկեղեցու հոգեբանությունը, ես կասեմ նույնը։ Մեղավորին փրկել եւ ոչ թե կործանել։ Մեղքը դատապարտելով։ Եվ Տերը մի առակ ասաց Սիմոնին. մի փոխատու երկու պարտապան ուներ, մեկը 500 դահեկան էր պարտք, մյուսը 50։ Եվ երբ սրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհվեց։ Արդ սրանցից որը ավելի շատ կսիրի նրան։ Սիմոնը պատասխանեց. ինձ թվում է այնպես, որին շատ շնորհվեց։ Հիսուսն ասաց. ուղիղ դատեցիր։ Եվ դեպի կինը դառնալով Սիմոնին ասաց. տեսնում ես այս կնոջը, քո տուն մտա, դու ին ոտքերին ջուր չլցրեցիր, բայց սա ոտքերս իր արտասուքներով թրջեց ու մազերով սրբեց։ Դու ինձ համբույր չտվեցիր, իսկ սա այստեղ մտնելուցս ի վեր ոտքերս համբույրելուց չի դադարում։ Դու իմ գլուխս յուղով չօծեցիր, իսկ սա իմ ոտքերս անշահոտ յուղով օծեց։ Դրա համար ասում եմ քեզ, սրա բազում մեղքերը ներված կլինեն, որովհետև շատ սիրեց, բայց ում որ քիչ ներվի, նա քիչ էլ կսիրի։ Եվ այդ կնոջն ասաց. քո մեղքերը ներված են քեզ։ Եվ նրա սեղանստողները սկսեցին իրենց մտքում ասել. ով է սա, որ նույնիսկ մեղքերին է թողություն տալիս։ Եվ Հիսուսն ասաց այդ կնոջը. քո հավատը քեզ փրկեց, գնա խաղաղությամբ։ Մի քիչ փարիսեական մտածելակերպով հակառակ պատկեր էր ստացվում։ Մեկին, որին պետք էր քարկոծել, Հիսուսը սրան մեղքերի թողություն շնորհեց եւ ազատ արձակեց։ Հարազատի պես վերաբերվեց։ Ինչու մենք չենք կարողանում այսպես վերաբերվել նույն մարդկանց։ Մեկը, ով ոչ թե շնորհության մեղքի մեջ էր ընկել, այլ ամբաստանված էր այդ քաղաքում որպես ամբարո մեկը վերջի կատեգորիայի։ Ում շատ է ներվում, նա շատ էլ սիրում է։ Ճիշտ է այս խոսքը։ Հիմա այստեղ կարող է մեկը ասի, որ ինձ քիչ է ներվել։ Կա մեկը, որին քիչ է ներել Տերը։ Ես ինձ վրա չեմ ասի, ես կասեմ Տերը ինքան բանաններ է, որ ես չի տեղավորվում իմ գլխում։ Բայց եթե քեզ ներել է, իրավունք չունի ուրիշի էլ ներելու։ Եթե քեզ ներելը ընդունում ես շատ
ջուրին բա ուրիշին էլ նույն ձևով ընդունի, որովհետև այդ խավությունը, որ կատարվեց քո համար, նրա համար էլ նույն ձևով է վճարվել նույն արժեքով։ Այսինքն եթե դու անարգում ես մեկի խավությունը, դու անարգում ես Քրիստոսի արյունը։ Եթե Տերը ներում է քո խնդիրն ինչ է։ Քո խնդիրը հարմարվել դրան։ Ուրեմն սա դուր չեկավ նրանցից որևէ մեկին, բայց Տերը արեց այն, ինչ որ պետք է աներ։ Հիմա վիրաբույժը, խիրուրգը, որ մտնում է վիրահատարան, այնտեղ բերում են հիվանդին, որին պետք է վիրահատի։ Վիրաբույժի պայքարը կռիվը հիվանդի դեմ է, թե հիվանդության։ Հիվանդության։ Ով է հիվանդը, ինչա ինչ չի, դա կարևոր չի։ Խիրուրգը, վիրաբույժը նրան փրկելու համար է։ Բժիշկը, ենթադրենք վեներոլոգը, մաշկավեներոլոգը, որ աշխատում է, դուք այդ բժիշկն եք, պատկերացրեք։ Քո մոտ գալիս է մեկը, որ սպիդով հիվանդ է։ Քո նպատակը նրան նախատել, խշտել, բշտել, փգնադատել, բանանել, ինչ-որ վրընդել, ասել, այստեղ չերևաս, այդ է թե այդ մարդուն մտածես ինչ ելք կա սրան օգնելու։ Բոլորդ կասեք, բժշկի գործը նպատակը օգնելն է հիվանդին, անկախ նրանից այդ հիվանդը ինչ հիվանդությամբ է եկել իր մոտ։ Իսկ մենք ինչ ենք ըստ ձեզ։ Մենք հոգևորներս բժիշկ ենք, թե դատավոր։ Բժիշկ։ Քրիստոսի բժշկությունը մարդկանց տեղ հասնելու համար։ Մենք չենք պայքարում ստրուկի դեմ, մենք պայքարում ենք ստրկության դեմ, ստրուկին ստրկատիրությունից ազատելու։ Մենք չենք պայքարում մեղքի դեմ, մեղավորի դեմ, մենք պայքարում ենք մեղքի դեմ, մեղքին մեղավորությունից ազատելու։ Պարզ է, փաստորեն մեր պայքարը վիրուսի դեմ է, որպեսզի ազատենք։ Իսկ մեղքը ինքնին վիրուս է։ Մենք բոլորս ենք մեղքով ապականված եղել։ Չկա մի մարդ աշխարհում, որ արդարություն գործի։ Ամենքն էլ մեղք գործեցին, ամենքն էլ ապականվեցին, ամենքն էլ Աստծո ճանապարհներից խոտորվեցին։ Ամենքը առանց բացառության։ Իսկ մենք բացառություն չենք ուրիշին դատելու համար։ Իմ ասած խնդիրը սա է։ Հիմա մի ուրիշ բան ասեմ, վիրաբույժները կամ ովքեր որ հիվանդանոցի աշխատողներ են, շատ լավ կհասկանան ավելի։ Կան պլանային վիրահատություններ։ Ասենք, եթե անենք մարդը ունի որովային խնդիր, աղիքների հետ կապված խնդիր, նրան մի օր առաջ ասում են չուտես, չխմես, որևէ բան չանես, պատրաստում են հաջորդ օրվա վիրահատության, որովհետև աղիքները պետք է բացեն, այդտեղ գարշելի հոտ կգա։ Բայց կան վթարներ, որ մարդուն բերում են դրսից, տարբերակ չկա պլանային որևէ բան ձևակերպելու, արագ պետք է կատարվի վիրահատություն, էլ չեն նայում ինչա ինչ է, միանգամից որովայինը բացում են։ Պատահում է վիրահատություններ, երբ որ մարդու աղիքները բացում են կամ թարաղակալված ինչ-որ բան, այնքան գարշահոտություն է գալիս, այնքան ուժեղ, գժվել կարելի է այդ հոտից։ Բայց բժիշկները ժամեր շարունակ, նույնիսկ տասնյակ ժամ կանգնած են հիվանդի կողքին, վիրահատում են, որպեսզի հիվանդին փրկեն։ Եվ նրանք պետք է դիմանան դրան։ Կարելի է գնահատել այդ բժշկի աշխատանքը։ Բա դու ինչ պետք է անես հիվանդին։ Դու ուզում ես մեղավորի վրից լավ հոտ կա, մեղավորի վրից տենց մեղքի հոտ կա, եւ դու պետք է վարժվես այդ հոտը շնչելու։ Մեր Սամվելը, որ պրակտիկա էր գնացել այդ, որ բժշկականում սովորում էր, ասում անպայման նրանց մի հատ մորգով անցկացնում են, էլի, պետք է նրանք մորգի այդ էլ է քննություն, պետք է մտնեն այդ մահացած մարդկանց հերձենա, չգիտեմ ինչ անեն, եւ ասում դիմակներ անգամ չէին թողում մենք կրենք։ Ինչու՞, հատուկ նպատակով, որ դու այդ հոտը շնչես, ունտելանաս այդ հոտին, որովհետև վաղը հիվանդներ կգան ձեր մոտ, որ բերանը կբացի, ինչի հոտ ասես կգա այդ բերանից, որ դու կարողանաս, դու բժիշկ ես, ոչ թե քննադատ, կարողանաս բժիշկի պես վերաբերվել եւ նրան այդ վիճակից հանել։ Ուրեմն իմ խոսքս ապագա հովիվներին եւ ծառայողներին։ Դուք որ վաղը կդառնաք եկեղեցու հովիվ, մենակ հովիվը 10-րդ հաշվելու համար չէ։ Հովիվը դուք այնպեսի բաներ կլսեք, ու այնպեսի բաներ կտեսնեք ձեր հոգևոր կյանքում, որ ձեր երկու աղջիկները ծափ կտան զարմանքից։ Բայց դու պիտի կարողանաք լռել, գաղտնիքը պահել, հասկանալ մեղավորին, ապաշխարության ճիշտ ճանապարհը ցույց տալ, բժշկել ու դուրս բերել այդ ցեղից։ Քո նպատակը սա պետք է լինի, ոչ թե բնաջնջել, հանել, դուրս շպրտել,
նվիրել սատանային։ Մեկին էլ կարող է դուր չգա։ Ասի դե ինչ մեղ մեզ վերաբերվում։ Այլ կերպ վիրաբույժը չի կարող վերաբերվել, քան նուրբ վերաբերվել վերքին։ Եվ անգամ նարգոզ են տալիս, որ հիվանդը ցավել չզգա։ Մեր մոտեցումը պետք է լինի այսպես։ Առանց ցավ պատճառելու, հանել է ցեղից, հետո նոր եթե պետք է հետո նրան դաստիարակել եւ սովորեցնել, տեսնես ինչ վատ բաներ, ինչի մեջ դու ընկար։ Այդ պետք է այսպես անել, որպեսզի դու հաջորդ անգամ նույն վիճակի մեջ չհայտնվես։ Նարեկացու վրա մի փոքր օրինակ բերեցի, որը ասում էր զղջացած մեղավորին դու պատվական ես դարձնում Տեր, բայց մաքուր կարծվածին արդարությամբ քննելով դատապարտում ես։ Այստեղ զղջացած մեղավորը ավելի անվտանգ վիճակում է գտնվում, գիտեք ինչու, որովհետև ինքը իր մեղքը ընդունում է։ Ինքը ընդունում է, որ դա լավ չէ, սխալ է, ճիշտ չէ, ես պետք է ապաշխարեմ, պետք է դուրս գամ, բայց մաքուր կարծվածը չի զգում իր վտանգավոր վիճակը։ Եվ Տերը փարիսեցիներին անվանեց սպիտակեցված կամ ծեփած գերեզմաններ։ Դուք դրսից եք մարդկանց երևում արդար, բայց ձեր ներսը լի է ամենայն ապականությամբ ու գարշանքով։ Հիմա չլինի մենք մեր ներսից գարշահոտություն կա, բայց մենք զզվանք արտահայտենք ուրիշի գարշահոտության վրա։ Մեղքը նույն գարշահոտությունն է, անկախ դրանից թե ինչ մեղք է դա։ Ահա։ Ամբողջ ցավը նրանում է, որ մենք հանկարծ սկսում ենք դատել, իսկ դատողներին Աստված դատելու է։ Անողորումներին Աստված չի ողորմելու։ Կողքին ասա Աստված դատողներին դատելու է։ Անողորումներին Աստված չի ողորմելու։ Հիմա ես խիստ ասացի, բայց ես ճիշտն ասացի։ Գրված է անողորմ դատաստանն է լինելու նրանց համար, ովքեր ողորմած չեն եղել, քանի որ ողորմածությունը բարձրագլուխ բարձրանում է դատաստանի դիմաց։ Սա Աստծո խոսք է։ Հիմա ինչու են մարդիկ այսպես արտագանքում։ Մի քույրիկ կին երևի կարծում եմ դժվար թե երիտասարդը այդպեսի բաներ հանդիքներ գրել, կոմենտեր գրել, չեմ վիրավորվել կոմենտից, ուղղակի ես մտածեցի գուցե ես եմ թույլ բացատրել կամ մի քիչ անհասկանալի։ Ու դաժե գրել էր, որ էլ քո քարոզների կյանքում չեմ լսի, բլոկ, շատ եմ ափսոսում, ցավում եմ, որ չես լսի, որովհետև այս քարոզը քեզ էլ էր վերաբերվում։ Ռուս ազգին, որ օրինակ բերեցի, հիշում եք, որ ասեցի ռուսների մոտ այդ շնության մեղք միջ ավելի ոնց որ հասարակական նայվում էլի, Հայաստանում շատ խիստ անավի։ Ռուսաստանում այդպես չի։ Ասում եմ ու ծիծաղում էին ադարիջում, ես ոչ չէին ծիծաղում, որպես լավ բաներ ասես, ծիծաղում են նրանց խելքի վրա ընդամենը։ Բայց իրականում ռուս ազգին գրել էր այլասերված ազգ։ Հիմա ես ուզում եմ, որտեղ շատերը կան ձեր մեջ հիմա, որ այդ պատկերացում ունեն ռուսների նկատմամբ, ուզում եմ մի քիչ այդ ձեր հոգեբանությունը քանդել։ Ասեմ ինչու։ Ուրեմն կարող են լինել լավ եւ վատ ղեկավարներ, թագավորներ։ Հիշեք պատմությունը, թագավորներ եկել են ու գնացել են, ոչ մեկը չի մնացել, բայց ժողովուրդները մնացել են։ Ժողովուրդները ունեցել են բարեկամական կապեր։ Հարուստ ժողովուրդը, մեր հայ ժողովուրդը ունեն բարեկամական արմատներ։ Մեր երկիրը ծախեցին Լենինը, Լենինը թաթար է եղել, ռուս էլ չի եղել։ Ստալինը վրացի է եղել, այն էլ ռուս չէ, որը վերցնես պես չի, իսկ դա ճիշտ չի գալիս։ Բայց ժողովուրդներ կան, այդ բարեկամական հոգեբանությունը մենք պետք է մեր մեջ պահպանենք։ Նայեք, ես այս տվյալները վերցրել եմ համացանցից, չեմ հնարել։ 2024-25 թվականների տվյալներ, Ռուսաստանի բնակչությունը 146 միլիոն մարդ է։ 146 միլիոն մարդի մոտ 105-ից 110 միլիոնը ռուս են, որովհետև այլ ազգիներ էլ կան, ինչու եմ մի քիչ տատանված թվերով ասում 105-ից 110 միլիոն, որովհետև կան, որ ասենք իսկապես մաքուր ռուսեն ազգությամբ, կան, որ ռուս են գրված, ռուս չեն, բայց գրանցված են Ռուսաստանում եւ քաղաքացի եւ ռուս ազգի տակ։ Հիմա 110 միլիոնին դու համարում ես այլասերված։ Այդ ինչ արյութի սիրտ եք ուտում դուք, որ կարողանում եք ժողովրդի մասին այսպիսի բաներ արտահայտել, որոնց մեջ մտնում են ասեմ թե ովքեր։ Մենք ազգ ենք դատում, թե սխալ։ Սխալին դատի։ Եվ մի հատ բան ասեմ, լավ, որ ասում ենք իրանք շնացող ազգ են։
Էդու մետ են շնանում էդ ռուս կանայք։ Ձեր մարդկանց։ Որ Ռուսաստանում տարիներով այնտեղ աշխատում են, այնտեղ ինչ էլ ասես, այդ ոնց է, ես մի շնացյալին դատում ես, շնացողին չես դատում։ Երբ որ բերեցին շնացող կնոջ Հիսուսի մոտ, Տերն ասեց, ձեր մեջի անմեղը թող առաջի կարեկցի, չէ։ Ու ասում են հայտնապես բռնեցինք սրան։ Հայտնապես նշանակում է այդ իրավիճակում։ Այդ ոնց էր կնոջը բռնեցիք, բերեցիք, հայտնապես այն մյուսին չեք բերել։ Բայն մյուսին էլ բերեիք։ Այդ դրաման այնպես որ եթե դատում ենք այն ազգին, իրանք էլ դատեն ձեր ազգին։ Ասում են հայ տղամարդիկ էլ լրիվ շնացող են, որ գալիս ներս նրանց ուշի միտքը ռուս կանայք են։ Արեք այս հոգեբանությունը հանենք մեր միջից։ Լավերն էլ կան, ու շատերը կան։ Ուրեմն Ռուսաստանում բողոքական շարժման հավատացյալներ կան, նրանց թիվը կազմում մոտավորապես 1.5-ից 3 միլիոն։ Եվ ավետարանական հավատքի եկեղեցիներ կան, որոնց թիվը 2 միլիոն է կազմում մոտավորապես։ Այսինքն 5 միլիոն հավատացյալ կա Ռուսաստանում ապրող, որոնց դու համարում ես այլասերված։ Դու ասում ես ռուսները բոլորը դենց են։ Բոլորը դες չեն։ Հիմա մի քիչ ավելի ներքև գամ։ 1940-ից 80 թվականների արանք մոտ 40 տարվա միջագայքում 20,000-ից մինչև 50,000 հավատացյալներ անցել են բանտերով ու ճամբարներով Ռուսաստանում, ազգությամբ ռուս։ Ինչու եմ ասում 20-ից 50, որովհետև շատերին, ես այդ տվյալները վերցեցի համացանցից, որովհետև շատերը հենց ուղիղ հավատքի անվան համար են դատապարտված ու շատերի ոչնչացրեցին Սիբիրներում ու կտանքների ենթարկեցին։ Ոմանք էլ ուրիշ անվան տակ են դատել, բայց էլի հավատացյալ պատճառով։ 50,000 մարդ բանտերով ու ճամբարներով անցավ։ Ձեզ ով ասկի գուլագում եղել։ Սիբիրի աքսորավայրն է, ոչ մեկը։ Բայց մարդիկան իրաց պապերն եղել են։ Կալիմայում ովքեր են եղել։ Նիժնի Տագիլում ովքեր են եղել։ Հավատացյալներ, որոնց թիվը սովետական միության ընթացքում կազմել է 200,000 հոգի անցել են այդ գուլագներով, այդ կալիմաներով, այդ ճամբարներով ու մեծ ամասությամբ ոչնչացվել է։ Եթե գնաք այնտեղի հողերը քանդեք, այդ Սիբիրի 100,000-ավոր գանգերը կգտնեք, որոնք հավատացյալների գանգեր են եղել, որոնք այսպես վճարեցին։ Իրանք այլասերված էին։ Ինչ իրավունք ունենք մենք ազգեր դատելու այս հոգեբանությամբ։ Հետո մենք հավատացյալ ենք, հավատացյալ ես, մի քիչ խոսքերդ կշռադատի, մանավանդ համացանցում ինչ-որ բաներ ես գրում, վարկաբեկում ես, խռովում ես, ես ինչ ես անում, հələ կնա քո ապաշխարության մասին ով պետք է մտածի։ Այս ռամասին պետք է հոգ անել։ Մենք իրավունք չունենք պիտակ կպցնելու, մենք իրավունք չունենք ազգ դատելու։ Մարդիկ կան, ովքեր մեղքի մեջ են ընկել, ուզում են դուրս գալ ապաշխարել սրանից, պայքարում են։ Մարդիկ կան, որ մեղքի հետ համակերպվել են, այս երկուսը մենք իրարից տարբերենք։ Մենք զղջացած մեղավորի մասին ենք խոսում, որին պետք է դուրս բերել այդ ցեղից եւ օգնել։ Եվ մեր հոգեբանությունը պետք է լինի ոչ թե ջախջախելու, այլ վերականգնելու։ Ովքեր են համաձայն, թող իրանց մտքի մեջ ասեն, սա եղբայր համաձայն եմ, առայժմ հələ որ։ Կարդամ Հուդա 22-23 խոսքը։ Ոմանց ողորմեցեք տարբերություն դնելով, ոմանց ողորմեցեք տարբերություն դնելով, եւ ոմանց վախով փրկեցեք կրակից հափշտակելով, ատելով նույնիսկ այն հանդերձը, որը նրանց մարմնից աղտոտված է։ Այսինքն նպատակասմիկ մեր նպատակը պետք է լինի հանելը եւ ողորմել այն հանդերձներից էլ բռնես, որ դրանից դու չկեղտոտվես, բայց դուրս բերես նրան կեղտից։ Հայտնության թղթում, հայտնության 22:14-15 խոսքում։ Տեսեք, Տերը քանի մեղքեր կա, որ իր կողքի շարում է նույն հավասար մակարդակ է, որ շատս կետրակերպարը հնարում է։ Դրսում, քաղաքից դրսում կմնան շները, արդեն հասկանալ ես, բանի շները չեն, շնացողները, կախարդները, պոռնիկները, մարդասպանները, կռապաշտները, ստություն սիրող եւ ստություն գործող մարդիկ։ Եվ վերջի մեղքը, որ դատապարտված է հայտնության գրքում, ստախոսությունն է։ Համ սուտ խոսողը, համ էլ սուտ սիրողը։ Ես ասեմ, մեր ժողովրդի մեջ, հատկապես Հայաստանում, ստախոսությունը առաջին մակարդակի վրա է։
Նաև լիք հավատացյալներ։ Խաբելը սովորական բանադարձ է։ Ես չեն խաբել։ Ձեր չբարձրացնեք, բայց ում ասկի հավատացյալ խապ է։ Այդ ասես, բայց ո՞նց խապեցին, ամոթ չէր քեզ։ Այդ ոնց ասա դատապարտելի չէ։ Սա էլ է դատապարտելի։ Պաստորեն հնարավոր է մարդը սկսի դատել ուրիշի։ Ես եմ ասում, ես չեմ պաշտպանում շնությունը, ես համեմատություններ եմ բերում, որ դուք կոնտրաստ տեսնեք մի հատ։ Դատում է մարդուն, որը զղջացել է ուզում է դուրս գալ, բայց ինքը տասնյակ աբորտներ արել, իր որովայնը դարձել է որպես սատանայի զոհասեղան, որպես սպանդ։ Ու եթե քեզ համեմատեմ են Թուրքի հետ, որը սպանում էր հայ ազգին, թուրքը քեզնից լավ է։ Թուրքը դե թշնամի էր համարում սպանում էր։ Դու քո սեփականին սպանեք, քո սեփական ձեռքով մի հատ էլ փող ես տվել դրա համար։ Բժշկին պարգևատրում։ Ու հետո ելում դստում ես սկսում ես ուրիշներին դատել այդ հոգեբանությամբ։ Բայց դու իրավունք ունես դրա։ Դրա համար եթե Տերն ասում էր, ձեր միջի անմեղը թող առաջի քարը գցի։ Հենց շուտ քար են շպրտում։ Ահա, բայց հետո դու ես կանգնելու Աստծո դատաստանի առաջ, բայց քո վրա ով պետք է քար շպրտի։ Վայեն մարդուն, որի վրա Տերը պետք է քար շպրտի քո դատաստանի ժամանակ։ Իսկ Տերը կանի։ Տերը Սեդրակ եղբայրը չէ, որ վախենա կամ քաշվի։ Տերը արդար դատավորն է։ Երբ որ ընդամենը ես ասում եմ շանս տալու մասին, մարդուն պետք է միշտ շանս տալ դուրս գալու։ Դուր ինձ շանս, սխալ եմ արել, դուրս գամ այս վիճակից։ Իսկ մարդը անողորկ է գտնվում։ Մենք մեղքը չենք թեթևացրել, մենք ես ուղղակի բերեցի հակակշիռ, շնորհքը մեղքի հակակշիռ, որ ինչպես Պողոս Արաքյալն ասում էր, որտեղ որ մեղքը շատացավ, շնորհքն էլ շատացավ որպես հակակշիռ, որտեղ ամենածանր մեղքին ամենածանր շնորհքը վճարվեց։ Պողոսն ասում էր, միթե մենք մնանք մեղքի մեջ, որ շնորհք շատանա, Քավլիսը ասում է, մենք որ մեղքին մեռանք, ինչպես տակավին ապրենք նրա մեջ։ Այսինքն դատապարտելով մեղքը դուրս գանք մեղավորությունից։ Մարդուն դուրս քաշենք այդ տիղմից, այդ փոսից մեղքի։ Մարդուն խղճալով եւ օգնելով։ Եթե ի վիճակի ենք դա անելու։ Հիմա լավ, ասենք դու հովիվ մարդ ես։ Ես որ ասեցի, դուք շատ բաներ կլսեք, կտեսնեք։ Մարդն եկել է քեզ մոտ։ Կիսվում է։ Խոստովանվում է, ասում է, ախպեր, ընկել եմ այս վիճակի մեջ։ Լաց ալնում։ Ասում է, ես ինչ հիմար էի, ես ինչ ախմախ էի, ես ինչ ստոր էի, ես չգիտեմ ինձ թողություն կա, ինձ օգնի, հնարավոր է դուրս գալ։ Տեր ինձ կների, մարդը քեզից ճշմարտությունը աղերսում։ Ուզում է դուրս գես վիճակից։ Հիմա լավ, եղել է։ Ինչ անենք այդ մարդուն։ Սպանենք։ Ոչ։ Խայտարակենք համացանցով։ Ասում եք ոչ։ Իսպար մերժենք ամեն տեսակի ինտերակցիոնից։ Ասում եք ոչ։ Մտածենք նրան դուրս բերել այդ վիճակից։ Ինչ բարի եք դուք։ Պաշտամունքի շատ լավ եք, բայց հանկարծ որ առանցին ենք, կարող է մոռանաք ես պահերը ու սկսում եք արագ դատել։ Հիմա, բայց այդպես անում են։ Ես չեմ հնարում սրանք։ Համացանցում ոմանք որ ընկել էին հենց այդ մեղքի մեջ, գիտու ինչեր էին գրում, sense ոնց որ մի հատ ավետարանը դեն չէին տարածում, ոնց որ տարածեցին այդ մարդկանց կատարած սխալն է։ Ինձ էր այդ նամակ եկավ, ջնջեք ձեր ինտերակցիոնից երեք, ես այդ մարդկանց ճանաչում եմ, էլի, ես շատ եմ ցավ, իրան շատ եմ ցավում այդ մարդու համար։ Ես հակառակ ասին, այդ ինչ սիրտ ունեք դուք։ Այդ ինչ մարդիկ եք դուք։ Ես ինչ ավետիս եք տալիս մարդկանց։ Նրա անկումը մեր անկումն է, նրա ամոթը մեր բոլորի ամոթն է։ Փոխանակ սուս մնանք, ձեներս կտրենք, ելք մտածենք սրանից, դուք տարածում եք, որ վաղ անհավատներս մատեք բարձենք, այդ չեք դուք հավատացյալները, ու դու սրա պատասխանը չեք կարող տալ։ Մեկն անում է, բոլորը ստիպված են պատասխան տալու։ Որտեղ մենք ճիշտ չենք վերաբերում, մենք երևակայինամի չենք գտնվում։ Բարի, մենք մի մեր եղբայրներից մեկը պատմեց, ասում է, դե իր աղբերն էլ է ռեմոնտ անող, մեկի տուն ասում է ռեմոնտ էին անում, այդ պեներ կան, այդ ովքեր ծանոթ են, այդ փրփուր որ փչում են, դռներ բաներ ամրացնելու համար, շատ լավ շինանյութ է։ Ասում է տանտերն եկավ ասեց, այ աղբեր, այս երեխեն վերսի այդ պենը փչելա մազերի մեջ է, լրիվ գլուխը պեն է, ինչ անենք։ Այդ պենն էլ չի մաքրվում։ Ինչ ուզում եք, արեք, էդի չես կարող մաքրես։ Ասում ասես, էդի չի մաքրվի։ Ասում ես, բես երեխին ինչ անենք, ոչ գցեք էան։ Դե
կատակով իհարկե, հիմա լավ ասենք, բենը փչելա գլխին, երեխին գցենենք ով որ չի մաքրվում։ Բայց դրան ելք կա, մազերը խուզել։ Խուզում ես պրստում է։ Այսինքն թող այդ խուզելը հանի պատիժը լավ ենթադրենք։ Լավ, պատիժը գոնե խուզը, ես երեխին ոչ ենք գցենք։ Հիմա մենք կներեք ծիծաղում ենք, բայց շատ արագ մարդուն գցում ենք ենկում ու էլ չենք հիշում, որ այդպեսի մարդ գոյություն ունեցել։ Տեսեք, Հիսուսը այս կնոջը չասած ամեն ինչ նորմալի գնա, ես հետըտեմ, ես միշտ ստեղ քո մեղքերը ներող պատրաստեմ, ինչ կուզես արա, ես պրոբլեմ չունեմ։ Ես չասած, Տերը ինչ ասած։ Ասած գնա ու այլևս մեղք մի գործիր։ Տերը դատապարտեց մեղքը գթած մեղավորին։ Գնա էլ մեղք մի գործի։ Միթե մենք սխալ ենք ասում, որ եթե նույնիսկ այդ մեղքը մեջ ամարտենք է, գնա մի արա էլ այդ բանը։ Անամոդ այդ մարդը քո դեմ մեղք չի գործել։ Մեղքա գործել, Աստծո առաջ իր մարմնի դեմ դու ինչես քեզ այդքան վատ զգում։ Քեզ ինչ կա այդտեղ։ Ուղղակի կամեցողություն չկա, որ մարդը դուրս գա այս վիճակից։ Պաստորեն, ես երբեմն պատահել է դեպքեր, հատկապես այս վերջերս այնպես հուսահատության եմ ասել մեկ-մեկ։ Ասում եմ, եղել է կիսվել եմ, ասում եմ, եթե հնարավոր լիներ հաջորդ կյանքը լիներ ես նորից ապաշխարեի, ես չէի ուզենա հովիվ լինեմ։ Չէի ուզենա, ոչ էլ քարոզիչ, այ երգիչ։ Ամենալավ բանը երգիչ լինելն է։ Ախպեր 10 հատ երգ են սովորում, այդ 15 հատ։ Ամբողջ կյանքում այդ 15 երգը երգում են, մի անգամ չեն ասում, անցած անգամ էլ երգում ես, ինչ ես նորից նույնը երգում։ Բայց դա մի անգամ օրինակ բերեմ, կասի այդ օրինակին քելի է բերե։ Այդ քարոզն էլի արի, հա ինչ անենք որ էլի եմ արել։ Էլի եմ արել, ուրեմն լավ չենք հասկացել որ նորից կրկնում եմ։ Ասում եմ երկի շնել լավ բան։ Օրինակ ես թերը Սամսոնը, Մերի Հովանեսյանի երգերը շատ եմ սիրում։ Շատ ինչ շատ անուշ երկողներ, ֆրոնզ ախպերը շատ կան, չէ՞ երկողներ։ Հրաշալի բան է։ Կուզեի երկիչ լինեի։ Բա որ դու ուզում ես երկիչ լինես, բոլորը երկիչ, բա քարոզիչ նո պետք է լինի։ Ու մեկ մտածում ասում չէ, բայց բժշկությունը երկի մեջ էլ կա բժշկություն, գեղեցկություն, լցնում է քեզ սիրով, քաղցրությամբ կամ ապաշխարության տրտմությամբ, բայց խոսքը շատ ավելի բժշկարար է ու շատ ավելի անհրաժեշտ։ Բա ով պետք է դա անի։ Ուրեմն գլուխդ կախի, խելոք արա։ Դժվար է, չգնահատված, բայց անհրաժեշտ։ Մենակ որ դեղլնի ինչքան էլի կտանեք ապտեկայում կտակ թանկ կառնեք։ Այստեղ հավիտենական կյանքի խոսքերու դեղերը ծրի բաժնվում մարդը չի ուզում վերցնի։ Եվ հետո տիրոջներ էին քննադատում ուղի խոսքի համար, առաքյալներին էին քննադատում ուղի խոսքի համար։ Մեծ բան չի որ մեզ էլ քննադատեն, բայց մենք աշխատենք ոչ թե վիրավորել, այլ վերլուծենք, բացենք, որ վերանա քննադատությունը։ Սխալը թող ուղղվի, բայց առանց դատող հոգեբանությամբ։ Իսկ ինչու են մարդիկ վատացնում, որովհետև դու կապար ինչ որ մեկի նյարդերին կամ ցավոտ տեղերին։ Հնարավոր է իր ընտանիքում այդ վիճակը կա, վառված է դրանից, դրա համար ագրեսիվ ինքը։ Հա ես ինչ անեմ, որ այդպես է։ Կարող է այդպես չի, ինչ որ մի իրավիճակի ես հանդիպել։ Բայց եկեք չբորբոքվենք։ Ուրեմն դու պետք չէ որ վիրաբույժ աշխատես։ Ավելի լավ է գնա դաշտում քախան արա։ Վիրաբուժությունը քո բանը չէ։ Եղի հավատացյալ, նստի երկի չեղի։ Մի եղի քննադատող, բայց որ դու քննադատում ես, պետք է պատասխան տաս քո քննադատության համար։ Դու համարում ես քեզ շատ ավելի ճիշտ։ Իսկ շատ ավելի ճիշտի հետ Աստված գործ ունի։ Ասի արի, Հոբն էլ էր ասում շատ ավելի ճիշտ եմ։ Երանի իմանայի որտեղ Աստծո աթոռը մինչև նրա աթոռը կգնայի։ Դերը մի ասեց արի նստի, իրար հետ աջին դատ վարենք։ Ու բերես շարեց Հոբի առաջ, Հոբի լեզուն կապերենք էլ։ Ասես դե պատասխան տուր, արծիվի ճամփենք արած ցույց տաս օդի մեջ։ Դու ես կերակրում արյուծի կոյրյուններին, որ մռնչում են։ Դու ես բաներն անում, դու մեծ համաստեղերը դու ստեղծեցիր, հայկի համաստեղությունը դու ասես լավ ասա արի բացատրի, դու ում ես չափվում նստել։ Հոբն ասես դեր մինչև այսօր ականջի լսել քո մասին, բայց այսօր աչքերս տեսան զորաց Տիրոջը, ձեռքս բերանիս եմ դնում, մի անգամ խոսեցի ու կլռեմ,
ու այլևս չեմ պատասխանի։ Եկեք մենք մեր բոյից ավել չթռնենք։ Դա մեզ օգուտ չի տա։ Փաստորեն հիմա կարող է երկիշները մի քիչ նեղանան ասեն, չի մեր երկը ցածրացրի, ասիր, ասես, չէ, ես չեմ ցածրացրել, երկերը անուշ բաներ են, ես երկ շատ եմ սիրում, բայց խնդրում եմ, ինչի եմ ասում, քարոզիչի խոսքը ավելի բարձր է երկիչի կատարած ծառայությունից։ Ամեն ինչ անում են քարոզիչները, որ ձեր երկը հավիտյան չդադարի։ Այստեղ երկեք, ու այսպես երկինքի թակավորությանը միջև երկեք, որ չվնասվեք ոչ մի բանից, որովհետև կարող է քո երկելով էլ դու վաղը չմտնես երկինք։ Եթե դու ճիշտ չեղար քո վիճակով եւ քո կյանքով։ Այսինքն եթե քո վիճակը այստեղ շտկի քո քարոզիչը քո ովը, քո երկն չի դադարի ոչ այստեղ, ոչ էլ երկնքում։ Եվ տեսեք ինչ արեցին։ Գաղատացի 3:24-ում ասում է օրենքը մեզ դաստիարակ եղավ Քրիստոսին բերելու, որպեսզի հավատով արդարանանք։ Օրենքը դաստիարակ եղավ ուր տանելու մեզ Քրիստոսին, ոչ թե դատողներին։ Քրիստոսին, ոչ թե մեղադրողներին։ Ծերակույտը մենակ մեղադրելու համար էր, դատ վարելու, բայց ծերակույտին ով պետք է դատեր։ Մի օր նրանց Աստված էր դատելու։ Ուրեմն մենք եկեք դատավորության վիճակից մի քիչ իջնենք։ Ուրեմն օրենքը ցույց տվեց մեղքը, իսկ Քրիստոսը տալիս է փրկություն։ Շնորհքը ցույց է տալիս փրկության միջոցը։ Օրենքը ցույց է տալիս այն մեղքը, որի համար դուք պետք է դատապարտվիր։ Մենակ թե մենք այստեղ այս բալանսը չխախտենք, որպեսզի չլինի թե մենք մեկին գերակշիռ տեղ տանք, ասենք մեղքը եղավ, ել քեզ փրկություն չկա, ոչ էլ մեկին ասենք մեղքը ոչ մի բան է, քանի որ շնորհ գոյություն ունի։ Ոչ, մենք որ մեղքին մեռանք, ինչպես տակավին ապրենք դրա մեջ։ Սա դառնա մեր հոգեբանությունը։ Հիմա մարդը որ ընկնում է սխալի մեղքի մեջ, կարող են չէ տարբեր պատճառներ լինել։ Անփույթությունը կարող է պատճառ դառնալ, որ մարդը մեղանչի։ Ինքը չէր ծրագրել այդ բաներն անել, ոքի անփույթ եղավ եւ ընկավ այդ բանի մեջ։ Թույլությունը, ասենք մարդը բոլորը չէ որ ուժեղ են հոգով։ Մարդիկ կան թույլ են, տկար են։ Տկար հեշտ է, չէ, խոցվում։ Այո։ Երբեմն անզգուշությամբ մարդը կարող է ուղղակի ուշադիր չեղար, ինչպես այն անփույթության վիճակի նման, կամ դիմադրություն չունի։ Գայթակղությունների նկատմամբ։ Ես բոլոր իրետ գրեմ դասակարգենք, որ մարդը հոգևոր իմունիտետ չունի։ Այսինքն քո ներսից պայքարը բավարար չէ այս պատերազմում։ Քեզ պետք է օժանդակ օգնություն կողքից։ Աստծուց առաջինը եւ կողքից քո եկեղեցուց, քո շրջապատից հոգևոր։ Որ դու սկես աճել, բարձրանալ, որ դու կարողանաս վաղը հաղթել։ Իսկ սա պատերազմ է։ Պատերազմը մենակ չեն հաղթում, պատերազմը մեկ-մեկ էլ պարտվում են։ Պատերազմ է սա, իրական պատերազմ։ Մեկ ընկելա ջուրը խեղդվում է։ Ինչ պետք է անենք մենք։ Կայնես, ասես այ անխելք, որ լողալ չիտեր են, չես մտե ջուրը, դենել բաղ կալոպսակում մելնում ես, դե խեղդվի որ խելքը կա գլուխդ իմանաս ինչ կա աշխարհում։ Մյուս անգամ որ դու այդ ջուրը չմտնես։ Մերավ, խեղդվավ, չի էլ մտի ջուրը։ Հիմա մենք սրա համար ենք կանչված։ Ինչ պետք է անենք։ Քցվենք ջուրը, չէ՞։ Հանենք, եթե լողալ գիտենք, էլի, եթե լողալ չգիտենք, մենք էլ եթե խեղդվենք։ Որտեղ ոմանք լողալ չգիտեն, քցվում են հանելու, իրանք էլ հետն են խեղդվում։ Մեղավորի, մեղքի մասին եմ խոսքը ասում։ Ուրեմն պետք է հանենք։ Եվ այդ ժամանակ, գիտեք, ինքը կարիք ունի խեղդվող քո փրկարար ձեռքին, ոչ թե քո հարվածող ոտքին։ Երբ որ մեկը խեղդվում է, կարիք ունի փրկության։ Քո ձեռքին է կարիքը զգում, որ դու ձեռք տաս բարձրացնես, ոչ թե ոտքով մի հատ էլ դու տաս գլխին ասես դե գնաս սկի, քանի որ դու ես մարդն ես։ Տարիներ առաջ, շատ տարիներ առաջ, ես Ռուսաստանից մի օգուց նամակ ստացա։ Իմ հետ խնդրում էր, կիսվում էր։ Ինքը նայում էր պատգամները։ Ու խոստովանում ասում է, ախպերս, այնքան վատ այն վիճակը, որ այնքան վատ, ես սուզվում եմ, ես ոչնչացել եմ, ես գոյություն չունեմ ընդհանրապես։ Ես անգամ որ մեկ ինձ ասես, ինչ մեղք ես արել, ասում եմ, բայց այդ ինչ մեղք չեմ արել, որ ես մեղք ես խոստովանում, թե ինչն եմ արել։ Ինձ ելք կա, փրկություն կա, լույս կա իմ համար, թե չկա, ես կործանված եմ վերջնականապես։ Ես ինչ պատասխան եմ այդ մարդուն։
Եվ խնդրեց ասեց. Ինչ կլինի իմ վիճակը ջախջախված եղեգի նման է ու պլպլան պատուրիկի։ Ունես ինձ մխիթարող խոսք ասա։ Նստա այդ իր ասացի խորագրով ասի մի հատ պատգամ մշակեմ։ Տերն ասաց ես պլպլան պատուրիկը չեմ հանգցնի ու ջախջախված եղեգը չեմ փշրի։ Մինչև որ արդարությունը Երևան հանեմ։ Հիմա եթե Հիսուսը չի հանգցնում այդ պատուրիկը, դու հանգցնում ես։ Հիսուսը եղեգը չի ջախջախում, դու ջախջախում ես։ Այսինքն կարիք է որպեսզի մենք բարձրացնենք։ Ու այդ պատգամը ինձ թվում է բավականին շատ օգնեց այդ մարդուն, որտեղ հետո շատ բաներ փոխվեց այդ մարդու մոտ։ Հույս առաջացավ փրկության, հույս։ Եվ այդ հույսը բերեց լույս նրա մեջ, որ ինքը սկսի դեպի Քրիստոսին գնալ, դուրս գալով այդ ապականությունից։ Հիմա ճիշտ եղավ որ մարդուն ապականությունից հանեցին գնաց Քրիստոսին, թե ասենք դե արել է գնա, գցեք անես մարդուն։ Իր այդ պենը չի մաքրվում է։ Քրիստոսի արյամբ ամեն ինչն է մաքրվում։ Անկամ ուտելիքը Քրիստոսի արյամբ մաքրվում է, գիտեք։ Մարդը ելում է արբսիկը շատ աղոթելուց ասում է դե մաքրի սրբիր է սեղանը, սրբում այո։ Մի դեպք տարիներ առաջ ես պատմեմ, որովհետև վերաբերում է այսօրվա իմ պատգամին։ Իրական դեպք է պատմածս։ Միտեղ այդ կանալիզացիայի լուկերը որ կան, յուղերում օգտագործվող այդ լուկերը, որ մեջը լիքն է, էլի։ Այդ կափարիչը բացել են, ինչ որ գործ են արել, զբաղված են եղել չգիտեմ ինչով, անպայթությամբ էլի այդ պահին։ Մի հատ երեխա, փոքր, մի 2 տարեկան թիվ վազելով գալիս հանգնում է դուքի մեջը։ Գալիս ուղի է փոսի մեջը։ Փոսներ շատ խորն է, ու սկում է այդ երեխեն։ Մի հատ երիտասարդ տղա պատահական այդ եղալում վարյան չի կորստում, վազում է ինքը գցում է իրան այդ փոսի մեջը։ Գցում սկում տակից հանում է այդ կեղտի մեջից։ Լպատկերասեք, վերջ թափում հանում են այդ փոսից։ Այդ երիտասարդի արածը հերոսություններ, բայց դրա վրայից շանոթ էր գալիս, որ փոսից էլա նայել չէր լինի, մարդը պատկերացնում է կեղտափոսից հանած ինքը իրավիճակը ինչ կլինի։ Հիմա կարելի է նախատել այդ հանողին ասել, այս ինչ հակո վրա, այս ինչ շաքո շորերի վիճակը դու այդ մարդը կյանք է փրկել, բայց ինքը աղտոտվեց դրանից։ Ես այդ նստած մտածում եմ, ես ասում եմ դու կարա իր այդ բան անիր, պրակտիկորեն ինձ թվում է թե չէ։ Տեսականորեն կարող ասեմ կանեի, բայց ես կանեի եթե թե չէի անի, ես չգիտեմ, կարող պահի ազդեցության տակ անեի ավելի շատ, բայց կարող էի վանգած չանեի։ Չի եղել այդպես բան, որ ես վստահ ասեմ, ես ինչպես կվարվեի, բայց այդ մարդը հերոսություն արել։ Ասում եմ, այդ մարդը քանի անգամ է լողացի, որ գնացել է տունը, մի լողնալու մարդը չի հանգստանա։ Էլ ականջներից սկսած, այն բերանից սկսած, աշկերից սկսած, լցվել ամբողջ այդ, բայց նրա արարքը հերոսություն էր։ Որովհետև պետք է կյանք փրկել, իսկ այդ կյանքը փրկելու համար անհրաժեշտ եղավ, որ դու ամբողջապես աղտոտվես։ Հիմա ինչ կարծիք եք, Քրիստոսը որ երկիր եկավ, մաքուրների մաքուրներ, մաքրամաքուրը, սուրբերի սուրբը, թագավորների թագավորը, երկնքի գեղեցկագույնների գեղեցկագույնը, սքանչելին, խորհրդակիցը, հզոր Աստված, հավիտենության հայր, խաղաղության իշխանը։ Եկավ, իջավ, ցածրացավ, մարդացավ, իջավ մինչև Սանդարամետ, որպեսզի մեղավորին դուրս բերի եւ տվեց ամենամեծ վճարը։ Այդ մասն ուզում եմ մոտս տողերով եմ նշեք կարդամ։ Քրիստոսն իջավ, մարդկային մարմին հագավ, հավասարվեց մարդուն, նա ով արարիչն էր վերածվեց մի մարդկային տկար մարմին հագած ստեղծագործության։ Նա ով մեղք չգիտեր, մեր ամիքի համար մեղավոր դարձավ։ Նա որ կյանքներ ու մահ չգիտեր, մեր ամիքի համար մեռավ։ Նա ով հավիտյանս հավիտենից լույսի գեղեցկության մեջ էր, իջավ երկրի սրտի մեջ, իջավ մինչև Սանդրամետը, իջավ հաղթելու նրան, ով մահվան իշխանությունն էր, հաղթեց նրան, դրանից խլելով դժոխքի ու մահվան բանալիները, երրորդ օրը քանդելով մահվան կապանքները Սուրբ Հոգուց դորությամբ հարություն առավ մեռելներից եւ հարություն առավ որպեսզի մեզ արդարացնի։ Քրիստոսը այսքան բան արեց, որ մեղավորին դատապարտի, թե փրկի, որ փրկի։ Բայց եթե Հիսուսը այսքան բան արել է, ցածրացել է, հասավ այդ աստիճանին, նա մենակ չեկա մեր մեղքերը ներելու, նա եկա մեր մեղքերը իր վրա վերցնելու եւ դատապարտվելու այդ մեղավորության պիտակով։ Այսինքն շնության մեղքի պիտակով էլ է Քրիստոսը խաչի վրա վճարել։
Նա դարձավ այդ մեղավորը խաչի վրա, որպես այդ մեղքի պատասխանատվությունը տա։ Բայց ով ես կամ ես ով եմ, որ կանգնենք հերվից քաշ շպրտենք մեկի վրա, ով սայթակել է։ Ես չեմ ասում այն մարդուն, ով որ նորմալ համարում է կյանքով ապրում է։ Մարդ, որը սխալվել, սայթակել է եւ ուզում է բարձրանալ, օգնություն է խնդրում քեզնից, եկեղեցուց, բոլորից։ Օգնեք նրան բարձրանալ ու մի վարկաբեկեք։ Ես առիթ օգտագործում կասեմ նաև մի ուրիշ բան։ Մի օր այսպեսի մի հարց առաջացավ, ես կիսվեցի ուրիշ եղբայրների հետ, ասում եմ, ասենք ենթադրենք մեր մոտ Հայաստանում օրինակ համասեռամոլությունը գիտեք շատ խիստ դատապարտված մեկը, ես էլ եմ շատ խիստ վերաբերում այդ բանին։ Լավ, ասենք մեկը այդ մարդն է եղել, հանկարծ ապաշխարում ուզում է գալ եկեղեցի։ Ինչպես ընդունեմ իրան եկեղեցում։ Եթե ինքը եկավ, կողից շատերը կփախնեն։ Բայց ես ինչ անեմ։ Թողեմ փախնեն, այս մարդը պետք է չգա։ Գա, այն մարդը պետք է չգա։ Շատ դժվար գործ է։ Եվ Տերը իմաստություն է տալիս։ Դու ոչ նրանք փախնեն, ոչ էլ մյուսը մարդկանց հոգեբանությունը պետք է փոխվի։ Դու պետք է հասկանաս, որ մեղավոր մարդու մեղքին, տեսակին, մինայի օգնի նրան բարձրանալ այդ վիճակից։ Այլապես այդ մարդը կործանված է, նրան լրիվ նվիրում եք սատանային։ Ընծայում եք, ասում եք սատանա տալիս եմ քեզ։ Ես սատանան կընդունի, շատ սիրով կընդունի, գիտեք։ Կասի արիստեղ քեզ եկեղեցին չի ընդունում, ես կընդունեմ։ Ինչի մենք աշխատում ենք, որ սատանային նվեր տանք մեղավորին։ Մի ուրիշ օրինակը ես եմ հորինը։ Հորինել եմ պարզ դարձնելու համար։ Պատկերացրեք երկու հոգի, երկու ընկեր միասին անցնում են մի ճանապարհով, որը ճանապարհով ամիսներով կարող է մարդ չի անցնի։ Այնպեսի ճանապարհ է, որ շատ քիչ օգտագործվող։ Սրանք ճանապարհին վիճվում են իրար հետ։ Այս մի ընկերը բրդում է, մյուսին գցում է մի հատ փոսի մեջ, շատ խորը փոս է ալնում։ Գցում է փոսի մեջ, թողում է թվում է։ Ասում գնա իմացի։ Հիմա այս մարդը գելա փոսի մեջ չի կարողանում դուրս գա։ Մենակ օգնություն է խնդրում։ Այս մարդը ամենաշատը այդտեղ կարող ապրի մի քանի օր ու կմեռնի կամ ծարավից, կամ քաղցից, կամ ցրտից, եթե իրան չօգնեն անեն։ Ու պատահաբար երջանիկ պատահականությամբ դու ես անցնում այդ ճանապարհով։ Ու տեսնում ես փոսի մեջ ընկած մարդուն, որ աղաղակում է օգնություն է խնդրում։ Օգնես այդ մարդուն դուրս գա թե ոչ, բայց փոսը շատ խոր է։ Բոտել բաներ չկա էլի համապատասխան միջոցներ նրան հանելու։ Դրա համար պետք է կամ հետ դառնաս այդ քանի կիլոմետր հետաս քաղաք, մի հատ պարան բերես կամ օգնություն բերես, կամ այդտեղից եսի ինչ որտեղից գտնես դες մի ճուղու բան քաշես կամ կարաս անես թե չես անի։ Բայց այդքան բան անես որ հանես, նշի որ ինձ ասես դուրս արի, ինձ դուրս եկավ։ Կանես այդքան բան։ Ոսկում ես մտածել։ Դու դե լավ դե։ Ես ինչ մեղավոր եմ, որ ես եմ գցե իրան այս փոսը։ Շարից հեռու, այդ համ։ Թող չմտներ փոսը, թող չընկներ փոսը, թող այս ճանապարհով չգար։ Ու գնում ես։ Մի քանի օր հետո այդ մարդը մեռնում է։ Հիմա այդ մարդը մահացավ։ Ով սպանեց այդ մարդուն։ Հերող փոս գցողը թե դու։ Հիմա այդ փոս գցողն էլ կասի, բայց ես չեմ սպանել այդ մարդուն։ Իրավաբանական փաստ չկա, որ ես այդ մարդուն սպանեցի։ Ես նույնիսկ բրդեցի իրան։ Բայց կո բրդեն հերելը որ չելեր, ինքը փոսի մեջ չէր հայտնվի։ Այդ փոսի մեջ դեռ չընկեր, ինքը չէր մեռնի։ Դու քո մեղքը կարաս այդպես սվաղես, բայց իրականում դու ինքդ մարդասպանես, որովհետև քո պատճառով մեռավ։ Իսկ դու ասում ես, բայց ես ուզում չեմ էլ երեքցե, այդ վել չհանեցիր։ Քո չհանելու պատճառով այդ մարդը մեռավ։ Հիմա ով է մարդասպան։ Իսկ ասեմ, երկուստ էլ մարդասպանեք։ Ուրեմն մենակ այն մարդը չի մեղավոր, ով պատճառ դարձավ քո մեղքի մեջ ընկնելու։ Նաև դու, որ կարող էիր նրան ձեռք մեկնել, բայց չմեկնեցիր։ Նա ով բարին գիտե ու չի անում, մեղք է։ Սա ավետարանի խոսք է։ Հիմա անկեղծ ասեք, քանիսներ այդ կակ որ լիքը բարի բան իմացել եք, առիթ եղի ու չեք արել, բայց չեք արել։ Կարող էին անել դա ու չես արել։ Մեկը սոված է քեզնից բանը գուտը չի շարժվի։ Անցել ես մուրասկանի մոտով ձերկապարզը քեզի այդ 10 դրամը զլացել ես սկսես, ասել ես այդ պիան միան բան ես անգի, չէ, ինչ գիտես պիան միան են։ Դու դա խմել ես։
Կամ եթե խմել են, ես ասեմ ձեզ էլի, եթե անգամ մուրացկաները կարող են մեկ պիանություն անեն, Աստված ասում է գինին տվեք դառնա հոգիներին, որպեսզի նրանք խմեն ու մոռանան իրենց վիշտը։ Դու նրանց մակարդակին ինչ է եղել ես։ Շատ բաներ կա, որ մենք կարող ենք լավ անել, բայց չենք արել։ Հիմա Տեր Հիսուսը որ եկավ չասեց, ընտրությունը մարդն արե, ես խո մեղք չունեի, թող չանեիք, թող հնազանդվեիք ասուն, թող ես ճանապարհով չգնայիք, թող իմ խրատները խորհուրդներ ընդունեիք, բայց Հիսուս այդպես չարեց։ Հիսուսը եկավ, իջավ ու փրկեց։ Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է ժամանակ տրամադրել, ուժ եւ զոհողություն։ Որտեվ ծրի չի լինում դա։ Երբեմն դու պետք է վճարես դրա համար։ Կամ քրտինքով, կամ ֆիզիկական ուժով, կամ ֆինանսական ուժով, կամ քո աղոթների, կամ քո ուշադրության, հոգատարության, ու այսպես շարունակ։ Հիմա մի հատ դիտարկում անեմ, ու այսակ մոտենամ ավարտին։ Այդ փոս իջնող երիտասարդի սիրտը ունես դու, թե անտարբեր անցնող այն մարդու վտանգավոր սիրտը։ Հիմա ես որը կլնեմ, անտարբեր անցնող մարդ եմ, ուրիշների ցավի կողքով, թե փոսը նետվող եւ ուրիշին օգնող մարդ եմ։ Մտածեք սրա վրա։ Ուրեմն կյանքում կամ մենք այդ երիտասարդն ենք, ուրիշն մենք փոսը փրկում, կամ այն մարդը, ովքեր անտարբեր թողնում եւ հեռանում են։ Մի քանի օրինակներ կարճ կասեմ կանցնեմ։ Շնացող կինը մարդիկ պատրաստ էին քարկոծել։ Հիսուսը չասաց մարդկանց դուք ճիշտ եք, ոչ էլ ասաց դուք սխալ եք։ Ասաց ձեր մեջի անմեղը թող առաջի քարեկցի։ Հետո հերթով մարդիկ իրենց սրտերում հանդիմանված զգալով քարերը գցեցին, հեռացան։ Հիսուսը մնաց այդ կնոջ հետ միայնակ։ Եվ ասաց ով գին քեզ ոչ ոք չդատապարտեց, ինն ասաց ոչ Տեր։ Ինչ ասաց Հիսուսը։ Ես էլ քեզ չեմ դատում։ Գնա ու այլևս մեղք մի գործիր։ Ինչու է շնացող կնոջ հետ Հիսուսը այսպես վարվեց, որովհետև մարդու որդին եկավ, որպեսզի կորսվածը փնտրի ու փրկի, իսկ այդ կինը այդ կորսված կինն էր։ Մենք պետք է Քրիստոսի սիրտը ունենանք, թե կողքից կոմենտներ շպրտող մարդկանց սիրտը, որ դուր չի գալիս, որ դու մի հարցի նկատմամբ, մեղավորի նկատմամբ մեղմ ես խոսում կամ շանս ես ցույց տալիս կամ խորհուրդ ես տալիս ձեռք մեկնել բարձրացնելու այդ ցեղից։ Դուր չի գա, Սիմոնին էլ դուր չեկավ Քրիստոսի մոտեցումը, բայց ճիշտ չէր Սիմոնը։ Երբ որ անարակ որդին մենք կանգ առանք, վերադարձավ, հայրը չհանդիմանեց չէ նրան, չասեց այդ զգացիր քո սխալի, գրկեց, համբուրեց, նախքին պատմճանը հագցրեց, մատանին մատը դրեց, պարած զուարակը մորթեց, ուրախացան ասաց ին որդուս եմ գտել ես, հոր ուրախությունը որդու գտնվելու մեջ էր, ոչ թե ունեցվածքը վատնելու։ Բայց կարող է հետո մի քանի օր հետո կամ երկու շաբաթ հետո ամեն ինչ որ խաղավեր, կարող է իր որդուն կանչեր եթե խոսար, «Բալես, ինչ արեցիր»։ Տեսար որ ինչքան սխալ էր, տեսար ինչքան դու անօգնական ես առանց հոր, կամ ինչքան անխելք ես քո փողերը ծախս։ Կարելի է խրատել, բայց օգնել փրկելուց հետո նախ փրկիր, հետո նոր սովորեցրու։ Հիսուսը Սամարիայի ջրորի մոտ հանդիպեց մի կնոջ։ Եվ ջուր ուզեց խմելու։ Հիսուսը գիտեր այդ կինը ով է, թե ոչ։ Գիտեր։ Բայց ջուր ուզեց խմելու։ Տվեց ջուր։ Չտվեց, զարմացավ, ասեց դու հրյա ես, ո՞նց է սամարացի կնոջից ջուր ուզում։ Եթե այդ սամարացի կինը եթե չասեր ջուր տարի Հիսուսին, Հիսուսը խմեր այդ ջուրը, թե ոչ, ըստ ձեզ։ Կխմեր։ Ամի եթե մեկն ասի խմեր, կասեր մեղավոր անբարոյականից եռից ջուրը խմեր։ Մյուսներ կասի, բա որ ջուրը եռից չէր խմե, ո՞նց է իր սերը նրա նկատմամբ որպես փրկչի արտահայտվում։ Չեն կարող մենք կոնկրետ պատասխան տալ, մի էլ տվեք այդ պատասխանը ինչ էլ տան կարող է սխալ ասենք, բայց ամեն դեպքում Հիսուսը ասեց, որ չմանրացնեմ էլի, դու 5 թե 6 հատ մարդ ունես անլեգալ, 5 հատ ունես, 6-րդն էլ որ կա իմի քոնը չի։ Իսկ կնիկը ապշավ, զարմացավ, վազավ Սամարիա, գնաց եկեք ասեք, տեսեք, մեկը կա, ինչ որ արելի բոլորը պատմեց, ասեք տեսեք, նայ ասու որդին։
Ամբողջ Սամարիան հավաքեց, այդպես ավետարանից մենք չենք ունեցել։ Բոնկեն ա եղել մեկ էլ այդպես էլի, որ ամբողջ Աֆրիկան անեց ոտի։ Վազանեկան Հիսուսին ընդառաջ ու խնդրեցին ասին. «Արի մեր մոտ Սամարիա, արի մեզ Աստծո խոսք խոսի»։ Իսկ սամարացիները հрьяաները չէին։ Որ երկից էին բերված սամարացիները, որ տարբեր երկրներից բերված գերիներ են եղել, որ բնակվում դարձել են հрьяասանի բնակիչներ, բայց հрьяաներ չէին։ Բայց նույն Հիսուսին գերգեսացիները ասին մեր սամաներից հեռու գնա, դու մեր ունեցվածքը ջուրն ես լցնում։ Այսինքն Քրիստոսի հանդեպ երկու տեսակի մոտեցում կա։ Ոմանք ասում են արի մեր մեջ ու ասա հավիտենական կյանքի խոսքերը եւ Քրիստոսը գնաց մի քանի օր մնաց Սամարիայում։ Թե ինչ խոսեց, ինչեր արեցին, ովքեր ապաշխարեցին, գրված չէ այդ մասին։ Բայց ասենք ապարդյուն չէր։ Միտեղ էլ Հիսուսին ասում են դու ձեռնտու չես մեզ։ Դու կապնում ես իմ բիզնեսին։ Գալիս ասում ես ՀԴՄ պետք է խփես։ Գալիս ասում ես էս պետք է անես, այն պետք է անես, էնի, ահա, չեմ ուզում։ Մի ուզի։ Մենակ մի դեպք կա, որ Քրիստոսը քեզանից կարող է ձեռ քաշի, երբ որ դու իրանից ձեռ ես քաշում, երբ որ հրաժարվում ես ու մերժում։ Այդ դեպքում դու փակում ես փրկության բոլոր դռները։ Մնացած բոլոր դեպքերում դու դերևս ունես շանս, հնարավորություն ապաշխարելու դուրս գալու, քանի դեռ հլա կենթանի ես։ Եվ Դավթի մասին մի օրինակ բերեմ, տեսեք, Դավիթը մի մեղք չգործեց, 3 մեղք գործեց, 3։ Առաջին շնացավ Բերսաբեի հետ, երկրորդ Բերսաբեն ազապ աղջիկ չէր, նա մարդ ուներ, ամուսին ուներ, երկրորդ մեղքը դու ամուսնացած կնոջ հետ վարվեցիր այդպես, երրորդը նրա ամուսնուն սպանել տվեց իր թշնամու սրով։ Աստված ներեց Դավթին։ Ներեց։ Թողեց որ մնա իր բարեկամը։ Դրանց հետո սկի կարդացել եք տեղերը որ կասի եւ չեղա մեկը իմ Դավիթ Սարայի պես որ իմ սրտին համեմատ սիրտունն է։ Այո։ Այսինքն Տերը ներեց Դավթի շնության մեղքը, բայց չներեց Սավողին։ Սավող շնություն չէր արել։ Սավողը Աստծո զոհներ անարգել եւ Աստծո պատվերներ առհամարել։ Որ վերցես կասես դու եմի այդ ինչ կա որ ավետարանում գրած բաներ դեմի չեն կարել, այսպես են կարել, այնպես են կարել։ Դու ավելի վատ բաներ արի կան շնացողն եկավազը, ես մեղավոր եմ, օգտեք ապաշխարեմ, դու գտնում ես որ դու ճիշտ ես արել։ Նույնիսկ Սամուելը որ աղոթում էր Սավողի համար, Սամուելը մարգարեն, Տերը ասեց բավական է աղոթես նրա համար, ես նրան մերժել եմ։ Էլ մի աղոթի նրա համար, ես նրան մերժել եմ։ Հիմա տեսակ որ դասակարգած մեղքերի մեջ կարող է մի մեղք, որին դու այդպես սարսափելի ես համարում տեղերը ավելի շուտ ողորմի իր դարսի գալու ապաշխարության համար, քան թե քո մաքուր կարծված վիճակով, որտեղ մաքուր կարծվածներին մի օր Աստված արդարությամբ քննելով կդատապարտի։ Ուրեմն մեր խնդիրը չդատել, բայց պատահում այնքան շատ ենք դատում, որ հետո ինքներս էլ չենք կարողանում արդարացնել այդ մարդուն կամ դուրս բերել այդ վիճակից։ Դրա համար այդպես խստասիրտ մի եղեք։ Նախ ավետարանը սովորեցրու, նախ փրկիր այդ մարդուն, հետո նորից սովորեցրու։ Օրինակ, եթե մեկը ընկած բարձրացած մարդ է, ցանկալի չէ էլի որ մարդը ընկնի ինչ-որ մեղքերի մեջ, հետո բարձրանա, նոր հասկանա մեղավորի հոգեբանությունը, բայց եթե պատահում է մարդը գիտեմ որ ընկել են ու հետո բարձրացել են, հետո նրանք ավելի լավ խորհուրդ կարող են տալ այդ մարդուն բարձրանալու, քան թե ուրիշները։ Թմրամոլը, որ եղել է թմրամոլը ու տեղից դուրս է եկել, ինքը ավելի լավ է հասկանում ու ավելի լավ խորհուրդներ կարատային մարդկանց գովեր սկստակ թմրամոլներ են, քան թե իմ նման մարդը, որ դրա համը չի տեսել։ Ու այդպես շատ բաներ շարունակ։ Ես ասեմ, մարդ, ով վիշտ է տեսել, շատ մոտ հարազատ է կորցրել, երիտասարդ որդի է կորցրել, ինքը ավելի շուտ կարա մխիթարի այդպիսի մեկին երկու հատիլ արտասուքով կողքը նստելով, քան թե այդ պանեխիդայի կամ թաղման սեղանի շուրջը հազարավոր բաժակաճառեր։ Գիտեք ինչու, նա քո այդ երկու հատիլ արտասուքին ավելի շատ կհավատա, որովհետև գիտի դու այդ սիրտը ունեցել ես, դու այդ վիշտը տեսել ես, դու դա հասկացել ես, ասում հա, ես բայց դուրս եմ եկել, դրանից ելք կա, Աստված կա, հավիտենական կյանք կա, մի ինչ-որ մի բան կա, բայց այն մյուսի դատարկ բաժակաճառերը քանի կոպեկ արժեն։ Այ
Հնարավոր է որ այդ ընկած մեղավորը, որին մենք այսօր դատում ենք, վաղ ավելի շատ լավ խորհրդատու դառնա ճիշտ հարցերում մարդկանց առաջնորդելու, քան թե շատ-շատերը ովքեր չգիտեն թե անգամ այդ ինչ է։ Չեմ քաջալերում, բայց սա հնարավոր է։ Ուրեմն նա գիտի ցավը, գիտի ինչ է ամոթը, գիտի ինչ է պայքարը, չի կոտրում նա, այլ բարձրացնում է։ Եվ վերջացնեմ։ Եկեղեցին դատարան չէ, որտեղ դատավեճերն է կարդացվում։ Եկեղեցին տուն է, եկեղեցին հիվանդանոց է, որտեղ մարդիկ գալու են բժշկվեն։ Հիվանդանոցում մեկը ճռում է, մեկը ղռում է, մեկը տքում է, մեկը լացում է, մեկը բղավում է, մեկը ինչ հիվանդանոց մտել եք, դու գիտեք, այն մեծ պալատներ, որ կան լիքը լցված են, դե հիվանդանոցը էդ է։ Մի օր մեր եղբայրս մեկին գնացիք հիվանդանոց, դե 7-10 հոգի երևի հիվանդանոցում, այդ հիվանդանոցում մարդ կար, մեկը հաց էր ուտում, մեկը բանի անում, մենք օգիներ մեկին հոգնա էին անում։ Ասում ենք, այստեղ էս մարդը բարգես չի լինում, բայց հիվանդանոցը էդ է։ Լավ ես ուզում գնաց իր տուն պարկի։ Եկեղեցին եկել ես քո կողն ես մարդ կնստի, որ կարող է դու ասես ես սրա կողը նստեմ։ Բայց ես ոնց է քո կողը նստում։ Բա։ Ուրեմն եկեղեցին մի վայր է, ասեք, որտեղ ընկածները վեր են կենում։ Որտեղ մեղավորները ապաշխարում են։ Որտեղ մարդիկ նոր կյանք են սկսում։ Ուրեմն եթե մենք մեղավորի առաջ դռները փակենք, սատանան իր դռները լայն կբացի։ Ու այո, նա կասի, եկեղեցին ձեզ չի ընդունում, եկեք իմ մոտ, ես ձեզ կընդունեմ։ Ձեր տեղը այլևս երկնքում չէ, այլ իմ մոտ դժոխքում, եւ ձեր եկեղեցին է որոշել, որ քո տեղը դժոխքում է։ Ու մենք կգործենք մեր կյանքի ամենամեծ սխալը։ Դու մարդ կորսնցրեցիր։ Քո դատողությամբ, քո խիստ հոգեբանությամբ այնինչ նրան կարելի էր փրկել, կարելի էր օգնել, կարելի էր հասկանալ, կարելի էր ներել։ Շնացողի կինը ներում է իր ամուսնուն, ամուսինը ներում է կնոջը, կողքի արևանը չի ներում։ Դուք տեսնում եք, մենք ցավոք սրտի երբեմն այդպիսին ենք։ Չգիտեմ, այդ քույրիկը լսում է, լսի թե չի լսի, բայց որ լսես լավ կանես, քեզ չեմ դատել, սիրելի քույրս, ամեն լսի քարոզները, մենք իրար շատ կընկերանանք։ Մենք նույն բանն ենք ուզում ասում, ուղղակի տարբեր բառերով ասեցինք։ Դու մենակ մեղք դատապարտեցիր, ես որոշեցի շանս տալ, բայց երկուսս էլ որոշենք մեղք դատապարտելով շանս տանք մեղավորին, որ փրկվի։ Տերը օրհնի ձեզ։